Նոյեմբերը համարվում է զեղչերի ամիս։ Ամենատարբեր առևտրային հարթակներում մեկնարկում են մեծածավալ ակցիաներ, սկսած 11-11-ից մինչև Սև ուրբաթ։ Գնումների այս տենդը գրավում է հազարավոր սպառողների, սակայն մասնագետները հորդորում են չտրվել գայթակղություններին եւ մտածված մոտենալ ծախսերին։ Սև ուրբաթը ընդհանրապես համարվում է Սուրբ Ծննդյան նախօրյակին, անոնսային, վաճառքային որոշակի մեկնարկ։ Սրա միջոցով բիզնեսները կարողանում են բարձրացնել իրենց շրջանառությունը, որոշակի տրամական հոսքերի cash flow-ի խնդիր լուծել եւ հիմնականում գույքագրելով այն ապրանքները, որոնք ավելի քիչ են վաճառվել տարվա ընթացքում, նաեւ սեզոնայնության գործոնը հաշվի առնելով, իրենք կարողանում են մարքեթինգային քայլերի միջոցով վաճառել այդ ապրանքները եւ իրացվելիության խնդիր լուծել։ 11-11-ը կամ ինչպես ընդունված է անվանել գնումների փառատոնը, տարիներ շարունակ մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ Հայաստանում։ Զեղչերի հոսքը տարբեր խանութներում արդեն զգալի է, իսկ գնորդները տարբեր կերպ են արձագանքում առաջարկվող ակցիաներին։ Միանշանակ լինում են դեպքեր, որ որոշակի ապրանքներ, որոնք որ ցանկանում են նախապես գնել, սպասում են մինչև ակցիաները գործեն, նոր իրականում դա կգնեմ ավելի մատչելի, քան իրականում շուկայական արժեքն է։ Սև ուրբաթյան զեղչերից Ոչ, որտեղ չեմ հավատում։ Հա, հավատալը լավ բան է։ Ճիշտ ասած, շատ չեմ օգտվում, չէ, այդքան 1,000-ից 1։ Բայց հավատում եք այդ զեղչային։ Հա, անում եմ 1-1։ Տնտեսագետը խորհուրդ է տալիս չհավատալ յուրաքանչյուր զեղչ գրությանը։ Երբեմն նույն ապրանքը ակցիայի օրերին վաճառվում է նույն գնով, ինչ սովորական օրերին։ Եթե բիզնեսի մոտեցումը մի քիչ ավելի մանիպուլյատիվ է, ինքը կարող է ընդամենը մարքեթինգային քայլ լինել, օրինակ նշվում է մինչև 70% զեղչ, բայց իրականում 70% զեղչ ստանում է միայն, ասենք, ընդհանուր ապրանքատեսականից 1 կամ 2 ապրանք, այլ մնացածը ստանում են 10-20 ավելի ցածր զեղչեր եւ այս առումով ինքը մանիպուլյատիվ մարքեթինգային քայլ է։ Զեղչերի սեզոնը կարող է լինել հիանալի հնարավորություն խնայողություն անելու համար, եթե գնումները պլանավորված են։ Իսկ խելամիտ սպառումը, ինչպես նշում են մասնագետները, լավագույն ձևն է շահելու այս զեղչային մրցավազքում։ Սյուզաննա Խառատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։